Այսօր Ժնևում նախատեսված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների երրորդ փուլը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ երեկոյան ժամանել է Շվեյցարիա, տեղեկացնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Reuters-ի փոխանցմամբ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Հանդիպումը հաջորդելու է անցյալ շաբաթվա Ժնևում կայացած խորհրդակցություններին։ Փետրվարի 17-ին բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են հիմք դառնալ ապագա համաձայնագրի նախագծի համար։ Վաշինգտոնը նշել էր, որ քննարկումները կառուցողական են անցել, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան սահմանած կարմիր գծերը։ Նախորդին Թրամփը կրկին հիշեցրել էր Իրանի դեմ անցած տարվա ռազմական գործողությունները եւ ընդգծել, որ Թեհրանին երբեք չի թույլատրի միջուկային զենք ունենալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախագահը նախընտրում է առաջընթաց գրանցել դիվանագիտական ճակատում, սակայն Իրանը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Նրա խոսքով Թեհրանը փորձում է վերականգնել իր միջուկային ծրագրերի տարրերը եւ զարգացնել հրթիռային կարողությունները, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով զրույցին մասնակցել են նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Զելենսկու փոխանցմամբ քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ կողմերի ներկայացուցիչները կաշխատեն Ժնևում նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ։ Նաև մարտի սկզբին անցկացվելիք եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակությունը Ժնևում կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ Ուիթքոֆի եւ Քուշների հետ։ Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպումը նախատեսված է մարտի սկզբին, նախկինում քննարկվել էր այն անցկացնել փետրվարի վերջին, սակայն հստակ ամսաթվեր չէին հայտարարվել։ Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն առավոտյան հարվածներ են հասցրել Ղրիմի տարածքին, հայտնում են տելեգրամյան աղբյուրները։ Ըստ այդ տեղեկությունների հարվածների հետևանքով ոչնչացվել է ռուսական Պանցիր S-1 զինահրթիռային թնդանոթային համակարգը, նաև լուրջ վնաս է հասցվել S-400 Տրիումֆ զինահրթիռային համակարգերին։ Ռուսական կողմի տվյալներով հարվածը տեղի է ունեցել Սոֆիևկա գյուղի մերձակայքում, տարածքում գիշերն ուժեղ պայթյուններ են լսվել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ փետրվարի 25-ին ռուսական հոբ համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են 18, իսկ Սև ծովի վրա եւս 3 անօդաչու թռչող սարք։ 2025 թվականին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է ռեկորդային թվով լրագրող եւ մեդիա աշխատակից։ Նյու Յորքում տեղակայված լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով տարվա ընթացքում զոհվել է 129 մեդիա ներկայացուցիչ։ Զեկույցի համաձայն սպանվածների շուրջ 2/3-ի մահվան համար պատասխանատու է Իսրայելի զինված ուժերը, մասնավորապես 2025 թվականին Իսրայելի կրակոցների հետևանքով զոհվել է 86 լրագրող։ Նրանց մեծ մասը պաղեստինցիներ են Գազայի հատվածում։ Ցուցակում ներառված է նաև 31 մեդիա աշխատակիցներ, որոնք սպանվել են Եմենում Հութի շարժման լրատվական կենտրոնին հասցված հարվածների հետևանքով։ Իսրայելի զինված ուժերը չեն մեկնաբանել զեկույցը։ Գազայից եւ Եմենից բացի լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են եղել Սուդանը, Մեքսիկան, Ուկրաինան եւ Ֆիլիպինները։